Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք զանգվածային լրատվական միջոցների հարգելի ներկայացուցիչներ, խորին շնորհակալություն հայտնել ձեզ մեր հրավերին արձագանքելու եւ այսօրվա հանդիպանը մասնակցելու համար։ Վստահ եմ բոլորդ քաջատեղյակ եք, այսօր լրանում է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների ողբերգական մահվան 3-րդ տարելիցը։ Եվս մեկ անգամ առաջարկում եմ մեր խոնարհումը բերենք եւ խոնարհումը բերենք նրանց լուսավոր հիշատակի առաջ եւ մեկ րոպե լրությամբ հարգենք բոլոր զոհված զինծառայողների եւ նշված 15 զինծառայողների լուսավոր հիշատակը։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մամուլի ասուլիս հրավիրելու շարժառիթը պայմանավորված է սույն ողբերգական դեպքի առթիվ նախորդող 3 տարիների զարգացումների վերաբերյալ ձեզ որոշակիորեն հանրագումարի բերված տեղեկությունները ներկայացնելու, ինչպես նաև ծնողների դիրքորոշումը, ինչպես նաև քրեական վարույթի ներկա ընթացքի մասին ամփոփելը եւ յուրովի հաշվետվություն ներկայացնել ինչպես ձեզ, այնպես էլ մեր հանրությանը։ Կարծում եմ ծնողների դիրքորոշումը եւ ընդհանրապես դժոխք կողմի դիրքորոշումը պարբերաբար ընթացող դատավարության ընթացքում ես հնարավորություն ունեցել եմ ներկայացնել, ինչպես նաև ծնողներից ոմանք կարողացել են տարբեր առիթներով ներկայացնել իրենց դիրքորոշումները եւ հիմա մի քանի փաստական տվյալներ ձեզ կներկայացնեմ եւ որոշակի նկատառումներ։ Սիրելի բարեկամներ, առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել հետեւյալը, որ ըստ էության 2025 թվականի ընթացքում իրականացված դատականիստերի արդյունքում գրեթե բոլոր 19 տուժողները հարցաքննվեցին եւ հարցաքննվեցին դատակոչված բոլոր վկաները։ Մենք ըստ էության այս փուլում ավարտել ենք տուժողների եւ վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվել է նաեւ համալիր փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը, որի դիրքորոշումների մասին առավել մանրամասն քիչ անց կանդրադառնանք։ Հարգելի բարեկամներ, մենք նախատեսում ենք համապատասխան փուլում միջնորդություն ներկայացնել դատարանին դատակոչելու եւ հարցաքննելու սույն քրեական վարույթի ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացած փորձագետներին, որոնց կարծիքները կարծում եմ որոշակիորեն էական ու առանցքային կարող է լինել սույն գործի համար։ Սույն թվականի հունվարի 23-ին տարածվեն մի քանի օր անց Գեղարքունիքի մարզի առաջին ացիան ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում տեղի ունենալու հերթական դատական նիստը, որի ընթացքում ուրեմն հետազոտվելու են իրեղեն ապացույցները, մասնավորապես այդ այրված ինքնաձիգերը, վառարանը եւ այլ ուրեմն իրեղեն ապացույց